Ողջույն բոլորին, շատ կարճ որպես անոնս, որպես հայտարարություն, ուրեմն ահագին երկար ժամանակ է, երևի մի 2 ամիս է, ուզում եմ մի տեսագրություն ձայնագրեմ կրթության մասին։ Նամանավանդ 2 օր առաջ զանգել էր իմ լավ ընկերը բարեկամը Ֆրանսիայից պրոֆեսոր Արամ Մխիթարյանը, Սորբոնի համալսարանի ուսանողները պետք է որ լավ ճանաչեն, ուրեմն հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր Արամ Մխիթարյանի, նրա հետ խոսեցինք, ուրեմն նորից այդ թեմայով, նա շատ վրդովված էր, զայրացած, թե ինչպիսի անգրագիտություն է տիրում մեր հայաստանցիների շրջանակներում։ Հիմնականում նա դատում էր ըստ Facebook-ում գրված մեկնաբանությունների, որոշեցինք մոտակա երբեք խոսանք դրա մասին ու որքան այդ խոսակցությունը ձգում ենք, ամեն օր մի նոր բան ավելանում է, որովհետև այսօր հայաստանցիների կյանքում ինչ տեղի է ունենում, անմիջականորեն կապված է հայաստանցիների, Հայաստանի անգրագիտության, թերի կրթության, տգիտության, քյարթույության, ռաբիզության, գեղեցկության, անճաշակության հետ, բայց այդ բոլորը մեկ բառով կարելի է ուրեմն բնութագրել որպես ոչ բավականաչափ գրագետ կրթված հասարակություն ունենալու պայմաններով, պատճառով, որովհետև ամեն հարց, նույնիսկ այս վերջին սկանդալը հակահայկական, որ Նիկոլը սկսել է եկեղեցու դեմ, ու նայում ես, թե ինչպես են արձագանքում հասարակության որոշակի անդամներ փողոցում քայլող կամ ասենք այդ նիկոլական հակահայկական CVKM-ը ոնց է ինչ-որ այդպես բաներ տարածում, ինչ-որ կեղծ այդ արևմտամ մետերները հայտնվել են, ու սենց բոլորը այդ Նիկոլի Սազանդարի պես հարձակվել են եկեղեցու պես, էլի սա ուժեղ պրոպագանդա է տանում, ու դա հաշվի առված միայն մի նպատակով, իհարկե մեր երկիրը քանդելու նպատակ ունեն, ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը, որը կատարում են անմիջական ուրեմն Թուրքի եւ Ադրբեջանի հրահանգը, բայց հաշվի առված հասարակության տգիտությունը, հասարակության ոչ բավականաչափ կրթված լինելը, այսինքն բթանի տկար էշի պես, այդ բառը չեմ սիրում, բայց ժեխի մտածելակերպով հասարակություն ունենք, ճնշող մեծամասնությամբ, միշտ իմացեք բացառություններ կան, դրա համար էլ մտածում են այդ քարոզը շատ հեշտ կընդունեն, նայեք հիմա խոսացնում են փողոցում, բանում, մանավանդ նորից եմ ասում են Նարեկ Կիրակոսյանն է տարածում, Արման Բաբաջանյանի խոսափող Ժիրար Ոսկանյանը, որի մասին բավականին լավ կարծիք ունեի, ամբողջ օրը նայել է սկսել այդ թեմայով խոսալ, հասկանում եմ իհարկե Արման Բաբաջանյանն է աշխատավարձ տալիս, դրա համար էլ խոսում են, Civic AM-ը չեմ ասում, դա հայտնի նիկոլական հակահայկական կայք է, ու այդպես էլ ինչ-որ անկապ կայքեր կան, մեկ-մեկ որ նայում եք, այդ տակյանուները մտածում ես ինչ-որ ուժեղ Հայաստան, մենք ենք հայերով, տարասխալներով գրված են պրոպագանդիստական ոմանցը դրանց մեջ նաև թշնամու կողմից ստեղծված հայերեն լեզվով գրվող եւ ուրեմն եթեր դուրս եկող կայքեր են, նորից հաշվարկված հայաստանցիների վատ ուրեմն կրթության, տկարամտության, տգիտության, անգրագիտության վրա կուտա տալիս են կընդունեն։ Եթե մի հատ ժապավեն թողեցին 100 հոգից 10 ասեց, հարա Նիկոլը ճիշտ է ասում, մեր եկեղեցիները չուլան են, են մոռանալու որ չուլանը Նիկոլի հորտունն է։ Հələ մի հատ գնացեք իրա հորտունը նայեք, եկեք մեր եկեղեցիները նայեք։ Կամ եք ով որ համաձայնում է Նիկոլի հետ, հələ մեկը դրանց հարցնի, կյանքում է չուլանում, որ ասեք չուլան։ Մի անգամ կռացած կաս մի հատ չոք վերցրել ես, այդ չուլանին, որ եկեղեցու չուլան է անվանում, 10,000 դրամ կյանքում նվիրատվություն կա, որ մաքուր պահեն, վերականգնեն, հոգևորականներին աշխատավարձ տան, էլի սենց տկարամիտ ժողովուրդ, ամենայն դեպս։ Ու այդ հակասությունը այդ տարբեր բևեռների շատ մեծ է, շատ մեծ թվով նորից եմ ասում, տկարամիտ, վատ կրթված ժեխ, բայց ամբողջ մխիթարանքը կատարվում է հոգու հանգստությունը, ուրախությունը, որ ունենք գանձեր, այդպիսի գանձերից մեկը, ահա, այս երիտասարդն է, Կոլյա Ստեփանյանը, եթե ռուսերեն լավ եք հասկանում, ուրեմն Եգոր Գլումովը իր այդ 2 ժամանոց հարցազրույց ունեցավ, մտեք նայեք, փորձեք առանց հուզվելու նայեք, որը բնականաբար անհնար է, երիտասարդ Ռուսաստանից եկել է Հայաստան,
գրվել է հայկական բանակին, գնացել է գնացել է բանակ, կռիվա սկսել, 65 օր շրջապատման մեջ ընկերներով դուրս են եկել, կորցրել է իր առողջությունը, կորցրել է երկու ոտքերը, բայց լավատեսորեն այսօր լավ հայերեն խոսալով ստեղծել ընտանիք, կրթված, խելացի, անգլերեն խոսացող թարգմանություն անող երիտասարդ։ Ու նայում է սրա հակառակ կողմը, իձել են օրը մի երկուսը համարը կտած զայն գեն կարա դու բիձա, այ բիձա, այ ակնոց հավոր, այ քյաչան, են Լոս Անջելոսում, են սև շապիկներով, են ճիվիրի դեմքով, ինչ-որ բլոգերներ են, բաներ են, խոսում են Դորդաշից, Տոյոտայից կամ կպցնելուց, կամ քցելուց, կամ փողոց խորոված անելուց։ Այդ ժեխան որակ շատ մեծ քանակ է կազմում, դրա համար էլ ամբողջ ազգը այս վիճակի մեջ է։ Իսենց գանձ երեխեքը, սա միջայլոց հանրային ալիքով էր 15 րոպեանոց կարճ հարցազրույց, խորհուրդ կտամ միացեք YouTube-ով նայեք այս երեխաները, մի հատ նայեք սրա աչքերին, նայեք սրա մաքրությանը, դեմքի, աչքերի, սրտի, հոգու, հայրենասիրությանը, ու նայեք այն կեղտերին, որ ապրում են Հայաստանում, սրա տարիքին 2000 դրամի համար իրանց զինակից զիվոր ընկերոջն են սպանել 2 օր առաջ, կամ փողոցում շուն են գցում մեքենայի տակ, հետո իրար հետ գոնկա են անում, խփում են մի հատ, այդ է ջեխը, այդ է անկիրթը, դա է տգետը, դա է անգրագետը, դա է պատճառը, որ մենք այսօր այս վիճակի մեջ ենք։ Եվ ամենագլխավոր տգետն ու անգրագետը երկրի վարչապետ իր թիմով։ Դիտավորյալ ամեն ինչ անում են, որ այդ կրթական մակարդակը գնալով նվազեցնեն, ստորացնեն, կոտրեն հայ ժողովրդի ամենալավ բաները։ Եվ այդ տկարամիտներից մի հատ օրինակ էլ նոր բերեմ, Արամ Կիրկիրյան, թե ինչ-որ Իջևանից եւ այլ, գիտեք, մի հայտնի ռուս հրեա բլոգեր կա, Ալեքսանդր Լապշին, որի երբեմն եւ ժամանակ առ ժամանակ հետը զրուցում եմ, երբեմն ֆինանսական օգնություն եմ ցուցաբերում աննշան ձևով, որովհետեւ նա լինելով հրեա ռուս, բնակվելով Երևանում ապրում, ճանապարհորդում է շատ, Լապշին ուրեմն ավելի շատ հայերի համար գործ անում, քան թե Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ կառավարությունով, որ բերում է մանկապարտեզի պես նստացում է այդ անլեզու հայվաններին ու սկսում է լեկցիա կարդալ, մեկը չկա ասի, այդ Պապիկյանը թույթա բանակով զբաղվի, Արարատ Միրզոյանը գնա դիվանագիտությամբ զբաղվի, ներքին գործերի նախարարը գնա երկրի վիճակը ժողովրդի անվտանգությունը ապահովի, հավաքել ես շաբաթը 5 օր հավաքում ես այդ ոչխարի պես նստացնում լեկցիայից կարդում ինչի համար, ամեն դեպս շեղվեց իհարկե, ուրեմն Լապշինը շատ հայերի նվիրված, լավ հայ ընկերներ ունի, ես նրա ընկերներից մեկն եմ, ինքը իմ ընկերն է, հայերի համար ավելի շատ գործ անում, քան թե շատ հայ այդ տարբեր ալիքներով այդ խոսացող, այդ սուտի այդ ջղայն դեմքով, բուրուքով, մի հատ էլ Էշմիածինից եկա պատմաբան կամ ինչ-որ այդ տարբեր այդ Արման Բաբաջանյաններ բան եւ այլ Լապշինը ավելի շատ գործ անում, քան թե շատ հայեր։ Ու այսօր խոսացել է Լապշինը մի պրիմիտիվ բանի մասին, որ մանկահասակ երեխան էլ գիտի, որ նայեք Ռուսաստանում ինչ եղավ, ուկրաինացիները դրոններով ռուսական ամբողջ ավիացիան ոչնչացրեցին, հայերը ճորո խոսացող են, քյաբաբից ու մենք առաջին քրիստոնյա լինելուց ուրիշ բացի բան չեն խոսում, որ Ռուսաստանը Ուկրաինան 5000 կիլոմետր հեռավորության վրա ռուսական ավիաբազան ոչնչացրեց, Նախիջևանից Հայաստան 45 կիլոմետր է, ընդհանրապես դուք մտածում եք եղած ինքնաթիռները, եթե մի հատ երկու հատ էլ վերտալոտ ունեք, դրանք անգարներով պաշտպանված են, թե ոչ։ Դա բնական բան է, դա ինքը հենց դա էլ նշում է Լապշինը, որ ես զինվորական չեմ, ես ստրատեգ չեմ, բայց դա էլեմենտար բան է, մտածում եմ ու ասում եմ հետաքրքրությունից ելնելով Google-ով նայեցի Google-ի նկարով, ցույցվեց, որ երևի օդանավակայանում կանգնած են ինքնաթիռներ, ուղղաթիռներ, երևի ռուսերինն է հիմնականը, կարող է մի հատ էլ ձևի համար հայերեն լինի, երկու հատ էլ է որ Նիկոլը արել էր սելֆի անելու համար, այնտեղ կանգնած է երևի, ու բոլորը ասես բացօթյա կանգնած են։ Ամերիկա Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում նույնպես այդ բոլոր անգարները գետնի տակ են, ինքնաթիռները գետնի տակից են դուրս են գալիս, գնում են մարտական առաջադրանքը կատարում են, դու պատկերացնում եք Իսրայելում, Լապշին Իսրայելն է ցույց տվեց, որովհետև Իսրայելը իր տարածքով Հայաստանից ավելի նեղ ու երկար երկիր է, այնտեղ որ մի հատ դրոնով փորձեն խփեն, ասենք,
հրեական ինքնաթիռների իսրայելական 5 րոպեում այդ դրոնը ես չգիտեմ Սիրիայից քաստի կամ Իրանից քաստի բան Իսրայել դրա համար այդ բոլորը կամ անգարների մեջ են պաշտպանված ռմբակոծությունից կամ գետնի տակ են ու Լապշինը դրա մասին է խոսում ասում ես Google եմ արի ասում հայեր մտածեք դրա մասին ու ցույց է տալի որ Իսրայելում ինչպես է դա Google նկարներով դա իհարկե դրոպեն կարող է միտեղ լինի նկարներով ինքնաթիռները դուսը կանգնած են բայց այս պայն արդեն թաղիտ նկարը ֆոտո նկարել են արբայնակով նկարը դրված է միշտ այդ նկարը կրկնվում է դա ցույց է տալի բայց բնականաբար առանց Լապշինի ասելու յուրաքանչյուր նորմալ մարդ հասկանում է որ մեր հայերի մոտ ամեն բան այնքան փնթի է նայեք մի հատ բորձուր ասֆալտ չեն կարող կառուցեն մի հատ ստոպ նշան չեն կարող դնեն խաշմերուկի վրա մի հատ չեն կարող կառավարեն ինչ որ ատրակցիոն որ երեխեքը չեթան մեռնեն ամեն բան փնթի վիճակում է բնականաբար ինքնաթիռների պաշտպանությունը բանակի ստորաբաժանումների այդ թաքցնելու թշնամուց պայելու շատ զորական վիճակի մեջ է ես երբ որ 2001 թվականի 2021-ին եղա Հայաստանում պատերազմից անմիջապես հետո բոլորին ասում էի որ եթե Ալիևը ասենք մինչև 2020 թիվը բանի տուրիստի զբոսաշրջիկի տեսքով 3 հատ հետախույզ ուղարկած լիներ Հայաստան այդ 3 հետախույզը ուսապարկով, լուսանկարչական ապարատով եւ այլ մեկ շաբաթ 3-ը Հայաստանում որ պատտվեին կարելի էր կարծիք կազմել թե ինչպիսին է Հայաստանի տնտեսությունը երկիրը ի վիճակի է իրան պաշտպանելու թե չէ բավական էր 2021-ին եմ ասում հիմա չգիտեմ գուցե փոխվել է չանցյալ տարիել է եղել բայց այդ բանը չեմ տեսել բավական էր ուշադրություն դարձնել Գառնիից Գեղարդ գնացող Գյուղամիջյան ճանապարհը 18-րդ դարի ճանապարհ էր կամ ասենք ուրեմն դեպի Գորիս Ղափան գնացող ուրեմն Մայրուղի որ կա Մայրուղից որ դուրս ես գալիս 5 կիլոմետրած հատված որ գնում էր դեպի Կախովի կամուրջ Գորիսի Խնձորես գյուղի նախկին 5 Խնձորես գյուղի Կախովի կամուրջը ու որ հայերը խոսում են Հայաստանի կառավարությունը Նիկոլական 2017-18-ից խոսում է туриզմի մասին ու նայում եմ ես 2021-ին այդ ճանապարհին ասում եմ այստեղ տուրիստ բերել կլի որ տուրիստը պետք է զբոսաշրջիկը գա հենց ճանապարհը նայի 5 կիլոմետրանոց հատվածը մեքենայով ընկերոջս տղայի մեքենան էր շատ զգուշությամբ էի քշում վնաս չտա երևի մենք անցանք մի 30 րոպեով որտեղ հնարավոր չէր ժամում 5 կիլոմետր արագությունից ավելի արագ գնալ այդ ճանապարհը վրա համենայնդեպս էլեմենտար բաներ կա որ անձերով աշկով երևում է հիմա Լապշինը հայրին ասում է մտածեք դրա մասին թաքցրեք ձեր ինքնաթիռը անգարներ սարքեք դրա մասին ինչ որ բան է գրել Իջևանից ոմն ինչ որ Արամ Հրանտի Կիրկիրյան Կրկորյանը մի հատ ազգանունով մի հատ չեմ ուզում վիրավորական բան ասեմ Լապշինին հաղորդագրություն է գրել աշխարհի հայհոյանքներով մայրահայոյում են հայ է որ մայրիմ սուրբ ու բարի եկեղս ոտանավորներ են ասում հայը բան ինքը ուրիշին մայրահայոյում մեկը հարցրի դու քո խոսքերի համար պատասխան տալու ես թե չէ սպառնում է որտեղ բռնեմ քեզ կսպանեմ որտեղ սենց քո մերը քո սենցը քո ունեցը մի հատ էշ գեղացի իջևանցի ոնց ասեմ էշ ժեխ բայց դա ես նորից կապում եմ անգրագիտության հետ բավականաչափ կրթված չլինելու հետ դրել է իր երեխայի նկարը եղնիկի վրա նստած երագույնա դրել դա ինքը բան է էլ են Իջևանի սահմանը ինքն է պահում իր նկարը չկա իհարկե պետքա մանգասը դե կգտնես ուրիշ մարդկանց հետ նկարված բայց ինքն է Իջևանի սահմանը ինքն է պահում Լապշինին էլ հայոյում աշխարհի վերջի հայոյանքներով որ Լապշինը պետական գաղտնիքներ է հայտնում ինտերնետով ադրբեջանցիքին հայտնում է որ հայերի ինքնաթիռները անպաշտպան են այ խղճուկ ողորմելի այ այս ինտերնետը ստեղծողի հերը շուն դառնա որ այս տկարամիտ այս անգրագետ ազգի ամեն մեկի ձեռը հեռախոս է տվել ամեն մեկը մի հատ սուտ կայք է բացել ամեն մեկը մի հատ սուտ իրան բլոգերի տեղ է դրել դուս են գալի այս YouTube-ը այս Facebook-ը տխմարություններ են գրում անգրագետ ձևով մի նախադասության մեջ 48 հատ սխալ անելով տխմար մտքեր են գրում տխմար բաներ են գրում լոսից մինչև չգիտեմ Իջևան տխմարություններ են նկարում ու այս բոլորի պատճառը իմ սիրելի հայրենակիցներ մեր ժողովրդի անգրագիտությունն է բավականին կրթված չլինելը ես առաջ մտածում էի չէ սենց շատ երկար տարիներ առաջ
բայց վերջում եկային համոզման, որ միայն կրթությունը կարող է փրկել հայ ժողովրդին, որպեսզի հայաստանցի երիտասարդները լինեն Կոլյա Ստեփանյանի պես տղերք հայրենանվեր, ազգին սիրող, խելացի, կրթված, անգլերեն թարգմանություններ անող, գիր գրող եւ ոչ թե լինեն այդ սև շապիկով այն Լոս Անջելեսում կանգնած խորոված են փողոցում մայթի վրա վաճառում, իրաց խայտարականում ամերիկացիների դեմը կամ տեսնում եք քանի հատ ձերբակալություն արեցին։ Այդ բոլորը այդ նույն անգրագիտությունից է։ Հիմա այդ Լոսում ապրող ժեխը որ կա, չէ, իրանց որ հարցնում եք, ասում է մեր տղերքին ամերիկացիք բռնել են, այսինքն ափսոսանք են ապրում, որ Ամերիկայի պես պետությունը, Ամերիկայի հաց ուտող մի 14 տականք թալանել են այս երկրի ու բռնվել են, իրանք ափսոսանք կապրեն, էլի, որտեվ իրանք գաղափարով գողական բան, դրանք հարգված տղա են, գողցող են, ապեր իրանք գողցող են, հարգված տղա են, դրա համար իրանք ուրեմն ափսոսանք են ապրում։ Ես երևի միակ հայաստանցին եմ, որ ասեցի պետքա բոլորին ուրեմն բռնագրավի այդ գողություն անողների ուրեմն ունեցվածքը միջև վերջին շապիկը հաղթելիս պետքա հանեն, պետքա բռնագրավեն, պետականացնեն ինչ որ ունեն, իրանց էլ պետքա դատեն, երկարաժամկետ միջև ցմա, իրանց կանանց երեխեքին, սիրուհիներին, մորքուներին, մորը, հորը պետքա վերցնեն ձեռնաշղթաներով ուրեմն հետ Հայաստան, որտեղից եկել եք գնացեք Ժեխաստան, գնացեք կրթվեք, հետո նոր գգաք Ամերիկա, կիմանաք Ամերիկան ինչ բան է։ Այս է տարբերությունը։ Այս է։ Իմ պարծանքը, իմ տողությամբ սիրում եմ այս երեխուն, որ գնանք հիմա Հայաստան մի ամիս հետո գնալու եմ իրան գտնեմ ու իր աչքերը համբուրեմ։ Այս է հայ երեխեն, ոչ թե այդ հայհոյանքներ գրող, հայհոյանքներ ինձի դուսա եկել նկարած դրել ան դրմյան սուտի ինչ էր Վալերիկ էր, Ալեգ էր, Յուրիա, Նիկոլայա, ես եմ ասում Ռուսիա անունով ինչ որ բանը չիպիզնյակի պես բլոգերա բան ընդեղ ինչ որ բան ինձի բանով ինչ էր անում ակաունտեր չունեմ են մյուսի Instagram-ով ինձ ինչ որ հայհոյանք ա գրում էլ այս տախմարը թուլա լակով 20 տարեկան այ էսա մեր ես բոլորը բայց որ ես դրան էլ եմ ներում մյուսներին եմ շատ բանով մոտենում այդ հարցին գթասրտությամբ ինչ ասեմ ներելով, որովհետև կրթության պակաս կա, անգրագիտությունը կործանում է մեր ազգը։ Կրթվեք, կրթեք ձեր երեխաներին, այս 2 օրը ուրեմն ձայնագրությունը կանեմ կմիանամ պարոն Արամ Մխիթարյանին, գուցե նաև մեզ է ուզում միանալ ուրեմն Նյու Ջերսի համալսարանից, Պրինսթոնի համալսարանի դասախոս ուրեմն Սուրեն Աբաջյանը, ովքեր ուրեմն Նյու Ջերսիում սովորում են այդ կողմերը Պրինսթոնի համալսարանում, նրանք էլ պետք է ճանաչեն ուրեմն կենթանաբանության ամբիոնի պրոֆեսոր Սուրեն Աբաջյանի, երևի այսպես մի խոսակցություն տանեն կրթության վերաբերյալ, թե ինչու է հայաստանցիների մոտ կրթություն այսպիսի ցածր մակարդակի վրա։ Իհարկե կան կրթված երիտասարդներ, չեմ կարող ավարտեմ, անդադ ուզում եմ նոր միտք ասեմ, ես դասախոսություններով հանդես եկա անցյալ տարի ամերիկյան համալսարանում Երևանի, հոյակապ մի ինստիտուտ, հոյակապ մի ուսումնական հաստատություն, հոյակապ երիտասարդներ կան կիրթ, կարդացած, դաստիարակված, որ նայում ես այդ երեխաների տեղից հապես Եվրոպան ու Ամերիկան, ու դրանցից մեկն էլ Արմինեի Զարմիկն է, որ Երևանից քննություն հանձնելով ընդունվել է արդեն համ Նյու Յորքի համալսարանը, համ Մասաչուսեթսի համալսարանը, համ էլ Շոտլանդիա ընդունվել, այսինքն երեխաներ էլ ունենք, էլի չիմանաք։ Ինչ որ ասում եմ, ինչ որ քննադատում եմ, իմացեք կան միշտ բացառությունները։ Պարզապես մեր հասարակության մեջ այդ խոտանը, այդ ժեխը, անորակը, վատ կրթված ավելի շատ է։ Այ պետք է բոլորս միասին պայքարենք դրա վրա, որ 80% հասարակության լինեն խելոք կրթված մարդիկ։ Այդ ժամանակ ոչ դոկը հետևորդներ կունենա, ոչ էլ Նիկոլի համար դոշտվողներ կլինեն։ Կոլյա Ստեփանյան, պարծանք, հայ ազգի պարծանքը։